Շնորհակալություն, սիրելի աշակերտներ, հարգելի գործընկերներ։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցը Հայաստան եւ նրա հնչեցրած հայտարարությունները պարզապես դիվանագիտական արարողակարգ չէին։ Դրանք հստակ քաղաքական արձանագրում էին Հայաստանը եւ Հարավային Կովկասը Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչպես նաև համագործակցության խորացումը արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտներում վկայում են փոխադարձ վստահության բացառիկ մակարդակի մասին։ Սա այն վստահությունն է, որը տրվում է միայն կանխատեսելի, պատասխանատու եւ ինքնիշխան պետություններին։ Ամերիկյան առաջատար տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի էներգետիկ համակարգում էապես բարձրացնում են մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, ստեղծում է տնտեսական աճի նոր հնարավորություններ եւ ձևավորում կայուն զարգացման երկարաժամկետ հիմքեր։ Սա ներդրում է ոչ միայն տնտեսության մեջ, այլև Հայաստանի ինստիտուցիոնալ ուժեղացման, տեխնոլոգիական առաջընթացի եւ միջազգային դիրքի ամրապնդման գործում։ Հայաստանը այս գործընթացներով դառնում է տարածաշրջանային կարևորագույն հանգույց։ Այս հանգամանքը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նման մակարդակի ներդրումներ իրականացնել եւ բարձր տեխնոլոգիաներ փոխանցել Հայաստանին, միջազգային հստակ գնահատական է մեր պետության վարած քաղաքականությանը։ Սա վստահության քվե է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական կառավարմանը եւ խաղաղության օրակարգին։ Հարգելի գործընկերներ, սակայն պետք է բաց խոսենք նաեւ մեկ այլ իրողության մասին։ Մինչ միջազգային գործընկերները ներդրումներ են անում Հայաստանի ապագայի մեջ, մեր ներսում կան քաղաքական ուժեր, որոնք հետևողականորեն փորձ են անում արժեզրկել այս ձեռքբերումները։ Նրանց համար Հայաստանի ուժեղացումը, ինքնիշխանության խորացումը եւ արևմտյան գործընկերների վստահությունը ոչ թե հնարավորություն է, այլ խնդիր։ Այս նույն ուժերն այսօր լռում են կամ թերահավատարորեն են արձանագրում այն փաստին, որ Հայաստանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր գերտերությունների համար։ Նրանք չեն կարող հաշտվել այն իրականության հետ, որ Հայաստանը այլևս ծայրագավառ չէ, այլ ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն։ Այս այցը հստակ բաժանարար գիծ է քաշում։ Մեկ կողմում խաղաղության, զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի եւ ինքնիշխանության ուղին է, մյուս կողմում վախի, կախվածության, հետընթացի եւ անցյալի քաղաքական մտածողության ճահիճը։ 1 րոպե։ 1 րոպե չի կարող լինել, որտեղ ամբողջ ելույթը 3 րոպե է, ավարտեք։ Շնորհակալություն։